Սկսելու են գործ կառաքելոց գիրքը եւ գործ կառաքելոցը ինքնին ամենահրաշք գրքերից մեկն է, 28 մասից է բաղկացած գլուխներից եւ միասնաբար պիտի փորձենք սերտել այսօր ներածությունն է, այսօր ընդհանրապես պիտի փորձենք ներկայացնել գիրքը, ուրախ եմ մի քանիսը մեր խմբից արդեն կան, որոնք սկսել էին գիրքը ընթերցել եւ նույնիսկ արդեն հարցեր ունեին ու շատ ուրախ եմ, որ միասնաբար կարողանալու ենք այս գիրքը սերտել եւ ամենակարևորը այն սերտելու ենք մեր սուրբ հայրերի, մեր եկեղեցու սուրբ հայրերի ուսմունքի հիման վրա, որովհետեւ առանց դրանց հնարավոր չի ճիշտ հասկանալ գիրքը, բայց ինչպես ամեն անգամ միշտ նոր մարդիկ ունենք եւ միջև գործ կառաքելոցի մասին խոսել ուզում եմ մի բան հիշեցնեմ Աստվածաշունչ Մատյանի մասին ու նաեւ հասկանանք թե գործքը որ մասն է կազմում Աստվածաշնչի։ Ուրեմն գիտենք բոլորս, որ Աստվածաշունչը ունի 75 գիրք, այսինքն բաղկացած է 75 տարբեր գրքերից։ Ինքը մի գիրք է իբրև այդպեսին, բայց 75 տարբեր գրքերից է բաղկացած, 48 հին կտակարանում եւ 27 նոր կտակարանում։ Գրվել է շուտ 1500 տարվա ընթացքում, շատ կարևոր է, այսինքն մի հեղինակ չի։ 50 հեղինակի կողմից է գրվել եւ հեղինակներն էլ իրենք իրականում շատ տարբեր են, ձկնորսներից սկսած ամենապարզ, այսինքն մարդկանցից մինչև թագավորներ Սողոմոնի նման, այսինքն Աստված ընտրել է այս մարդկանց 1500 տարվա ընթացքում շուրջ 50 հոգու, պարզից մինչև ամենա, ասենք, արքան, որպեսզի իր խոսքը փոխանցի մեզ եւ որպեսզի մենք էլ իր խոսքով առաջնորդվենք։ Ուրեմն ինչպես որ ասացի, մի փոքրիկ ծանոթացում 5 կտակարանի, որ 48 գրքից էր բաղկացած եւ 4 հիմնական մասերից։ Առաջինը օրենքի գրքերն են, որոնք 5-ն են, հետո գալիս են պատմական գրքերը, հետո իմաստության գրքերը, հետո մարգարեական գրքերը։ Մարգարեականներն էլ իրենց հերթին բաժանվում են երկու մասի։ Ավագ մարգարեներ ունենք 4 եւ փոքր կամ կրտսեր մարգարեներ, որոնք 12-ն են։ Ուրեմն այս բոլորը 5 կտակարանի մասին էր, բայց մենք հիմա անդրադառնալու ենք նորի մասին, ինչպես ասացի 27 գիրք է, եւ այս 27 գրքից փաստորեն նորից 4 մասի է կամ ավելի շուտ 5 մասի է նոր կտականը բաղկացած, բաժանվում ավետարաններ, 4 ավետարան, գործ կառաքելոցը, որ հիմա պիտի սերտենք, Աստծո կամոք, Պողոս առաքյալի 14 նամակները, ընդհանրական 7 նամակները եւ Հովհաննես առաքյալի հայտնությունը։ Նախորդ անգամ, երբ որ Մարկոսն էինք ավարտում, ես հիշեցրեցի, ինքս ինձ համար էլ հետաքրքիր էր, թե քանիսն ենք մենք խմբով սերտել։ Եվ փաստորեն մենք, որոնք որ ես նշել եմ կանաչով, մենք սերտել ենք խմբով Մատթեոսը, Մարկոսը նախորդ անգամ արեցինք, Հովհաննեսը, Գաղատացիների թուղթը սերտեցինք, Փիլիպեցիներինը, Կողոսացիներին, Առաջի Տիմոթեոս, Տիտոս, 7 ընդհանրական թղթերը Հակոբոս, Պետրոս եւ Հովհաննես Հուդա եւ փաստորեն ընդհանուր առմամբ մեծ մասը նոր կտակարանի մենք սերտել ենք, ինչու գործ կդեղին նշեցի, որտեվ հիմա էլ փաստորեն գործքն ենք սերտելու։ Աստծո կամոք, չգիտեմ ինչքան մենք ունենանք այդ հնարավորությունը, ես ինչքան կկարողանամ, արդյոք այդքան կյանք Աստված կտա, որտեվ վաղվա օրը մերը չէ։ Պիտի փորձենք գոնե նոր կտականի բոլոր գրքերն ամբողջացնենք, եթե նայեցիք բավական դեռ մեկնություններ կան, որոնք որ սպասում են, որ միասնաբար փորձենք հասկանանք այս գրքերը իր առաջնորդությամբ, մեր Տիրոջ առաջնորդությամբ։ Ուղղակի հիշեցում էր, որ նախորդ անգամ եւ ես մանրանկար այնքան եմ հավանում Մարկոսի ավետարանը սերտեցինք։ Չգիտեմ ում ինչ մնաց, գիտեմ անձինք կային, որ միջև սկզբից վերջ մնացին։ Եկա հիշեք քանի գլուխ էր Մարկոսը։ 16 գլուխ էր եւ մենք բաժանել ենք երբեմն 2, երբեմն 3։ Փաստորեն մենք 9 ամիս միասնաբար սերտեցինք ու կոնկրետ ինձ համար ամենակարևոր սերտողությունն էր սա այս վերջի շրջանում, որովհետեւ ավետարանը բացառիկ է, Աստծո խոսքը բացառիկ էր եւ այն դժվարությունները, ինչի մեջով կոնկրետ ես ու վստահ եմ շատերս անցնում ենք, Աստված ավետարանի միջոցով օգնեց, որ հաղթահարենք։ Հրաշք էր ավետարանը, գագաթնակետն է, դրա համար միշտ սուրբ պատարագին կամ ընդհանրապես, երբ որ սարկավաքը դաստառակով, թաշկինակով չեմ դադարում ասելու, վերցնում ավետարան ընթերցելու, ասում է պրոսխում է, ասե Աստված, այսինքն ուշադրություն կամ խոնարհվեք, որովհետև հիմա Աստված է խոսում։ Սա ավետարանն է։ Ու այս ընթացքում մի բան, քանի որ փոփոխություն կա, ու իմ կյանքում էլ մեծ փոփոխություն է կատարվում, ուզեցի հիշել, որ
Մենք 2010 թվականից մինչև 2026 թիվը 16 տարի շարունակ առաջնորդարան սկզբից Սուրբ Սարգիս եկեղեցին Սանտա Կլարիտայի, հետո Սրբոց Ղևոնդյանցը եւ հիմա այստեղ ուսամսը ժամանակավոր է անշուշտ, բայց ինչ է լինի պարագան 16 տարի միասնաբար Աստծո խոսք ենք սերտել, հայ եկեղեցու ուսմունքն ենք սերտել, իրար հետ ճամփորդել ենք, իրար հետ ուխտագնացությունների են գնացել, իրար հետ հոգևոր հավաքների են գնացել։ Իմ կյանքի սա մեծագույն օրհնությունն է, որովհետև Աստվածին նման նվաստին օգնեց կամ օրհնեց ավելի շուտ, որ կարողանամ այս ամբողջը իմ փոքր կարողությամբ կատարել, բնականաբար միայնակ չէր լինի ընտանիքի ու բոլորիս մեր օգնությամբ էր, որ այս ամենը ունեցանք, ամենավերջի նկարն էլ մեր ուխտագնացության գնացել էինք, եթե կհիշեք Palm Desert, այդտեղ հետաքրքիր ժամանակ ունեցանք, նախ եկեղեցում պատարակներ հրաշալի, որից հետո նաև բարձացանք սարերի մեջ ու յուրահատուկ ժամանակ անցկացրեցինք, ինչի համար իրապես փառք եմ տալու։ Սա տալիս ընդամենը նախաբան էր, հակիրճ նախաբան։ Հիմա պիտի սկսեմ գործք առաքելոցը, որ հրաշալի գիրք է, շատ ոգևորված եմ անկեղծ ասած, որովհետև գործք առաքելոցը մի բացառիկ աշխատություն է, եւ ուզում եմ մի միտք կարդալ, տեսնենք թե ինչքանով է սա այսօրվա համար արդիական։ Ասում է շատերի համար այս գիրքն ու նրա հեղինակ այնքան քիչ ծանոթ են, որ չգիտեն թե նման գիրք անգամ Սուրբ գրքում կամ Աստվածաշնչում կա։ Ահա թե ինչու որոշեցի, որ նման գանձը ի հայտ բերեմ, որպեսզի այն չշարունակի ծածկված մնալ մարդկանցից, քանի որ այն կարող է ավետարաններից ոչ պակաս օգտակար լինել քրիստոնեական իմաստությունը եւ ճշմարիտ ուսմունքը փոխանցելու համար, մասնավորաբար Սուրբ Հոգուն վերաբերող հատվածներում։ Կարծես թե այսօր ասված է խոսքը, բայց Սուրբ Հովան Ոսկեբերանի մեկնության սկիզբն է, որը մեկնությունը ավարտել է ուղիղ 400 թվականին։ Եվ մենք հիմա 2026 թվականն ենք։ Այսինքն այսքան դարեր հետո, 1626 տարի հետո, դեռևս այս խոսքը շատ արդիական է, որովհետև շատերիս համար գործք առաքելոցը անծանոթ է եւ շատերս չենք անդրադառնում դրա արժեք ու դրա համար մեծ Սուրբը, Սուրբ Հովան Ոսկեբերանը որոշել էր, ասում է, այս գանձը ի հայտ բերեմ, որպեսզի հասկանանք, թե ինչ գանձ ունենք Աստվածաշունչ մատյանում։ Կարծում եմ, որ մենք իր օգնությամբ, որովհետև իր մեկնությունը շատ լայնածավալ է, հրաշք մեկնություն է ու փառք Աստծո, որ պահպանվել է, իր օգնությամբ եւ մյուս հայրերի պիտի փորձենք սերտել այս գիրքը։ Հետաքրքիր մի բան ասեմ, որ անունը հաճախ շատ բան ասում ենք, երբ որ ասում ենք գործք առաքելոց, գրապար ենք ասում։ Ու այդ գրապար բառը շատ բան մեզ չի բացատրում։ Բայց խորքի մեջ թարգմանաբար նշանակում է առաքյալների գործերը։ Սա լրիվ ուրիշ բան է ասում։ Նույնը անգլերենում երբեմն հիմնականում ասում ենք acts, բայց խորքի մեջ իրական իմաստը հետևյալն է. The acts of the apostles, նորից առաքյալների գործերը։ Եվ այստեղ այս միտքը ծագեց ինձ մոտ, որ ուշադրություն դարձրեք վերնագրին ոչ թե առաքյալների քարոզները կամ խոսքերը, այլ առաքյալների գործերը։ Վարդան ջան, մի քիչ դուռը կուզես, որ ուրիշները մտնելուց դուռը լրիվ մի փակ եղբայրս։ Այլ առաքյալների գործերը, քանի որ գործերն են ամեն ինչ կարևորը եւ Քրիստոսի առաջին եկեղեցին ցանկանում էր, որ մենք իմանանք, թե գործնականում ինչպիսի հետևոր դարձան առաքյալները, ինչ արեցին եւ ինչ չարեցին, այլ խոսքով։ Մենք հաճախ խոսում ենք այն մասին, որ օ շատ լավ քարոզեց, շատ լավ դաս է տալիս, կամ չգիտեմ, շատ լավ խոսք ունի։ Առաքյալների խոսքերի ու քարոզների մասին չէր այս գիրքը, առաքյալների գործերի մասին էր այս գիրքը։ Ու սա լրիվ փոխում է իմաստը, որ ցույց տա մեզ, որ կյանքում, քրիստոնյայի կյանքում առաջնահերթությունը ոչ թե իր նույնիսկ հավատն է կամ խոսքերը կամ բարի մտքերը, այլ գործերը։ Ու դրա համար գործերն ամենից կարևորն են։ Մանավանդ հիմա բողոքականյան այս միջավայրում, որ գործերը անտեսվում են ու նույնիսկ մի կողմ են նետվում, ուզում եմ նորից հիշեցնել, որ գործք առաքելոց, այսինքն առաքյալների գործերը, գիրքը շեշտում էր կոնկրետ առաքյալների կատարած գործերի վրա։ Ու դրանցով նաև մեզ էր դաս տալիս, թե հայկը իբրև այդպիսին ինչքանով է գործանում։ Բայց ինչու են գործերը կարևոր, որովհետև հավատի գործերից են կախված մեր փրկությունը։
Եվ շատ հաճախ սա բողոքականության կամ աղանդների մեծագույն տարբերությունն է, ու ես երևի 100-րդ անգամ եմ ասում, բայց չեմ դադարելու ասելուց, որ մենք իբրև առաքելական եկեղեցու հետևորդ հավատում ենք հետևյալին, որ հավատը առանց գործերի մեռած է, ինչպես որ ասում էր Հակոբոս։ Եվ տեսեք, ինչ է ասում ինքը Տերը Քրիստոս, ասում է կգա ժամանակ, երբ բոլոր նրանք, որ գերեզմաններում են, կլսեն նրա ձայնը եւ դուրս կգան, ովքեր բարի գործեր են արել կյանքի հարության համար, իսկ ովքեր չար գործեր են արել դատաստանի հարության համար։ Ուրեմն գործերն էր, որ Քրիստոս ասեց, պիտի որոշի ինչա։ Շարունակությունը առաքյալը ինքը արդեն Քրիստոսից հետո 2 Կորինթացիս 5-ի մեջ Պողոսն ասում է, մենք բոլորս Ատյանի Քրիստոսի ատյանի առաջ պիտի կանգնենք, ներկայանանք, որպեսզի յուրաքանչյուրը ստանա ինչ որ արել է ավելի առաջ իր մարմնով, թե բարի, թե չար։ Ուրեմն նշանակում է, որ առաքյալը լինելով Քրիստոսի առաքյալ, ասում է մենք բոլորս պիտի Քրիստոսի առջև կանգնենք, ու ամեն մեկը պիտի պատասխան տա ինչա արել, բարի թե չար։ Նորից գործերի մասին է։ Իսկ Աստվածաշունչ Մատթեոս ամենավերջի գրքի ամենավերջի հատվածը, որ փակվում է գիրքը, Հայտնություն 22-ը, այս միտքն էր ասում. ահա գալիս եմ շուտով եւ ինձ հետ են իմ վարձերը, որպիսի հատուցեմ յուրաքանչյուրին ըստ իր գործերի, ոչ թե հավատի։ Ուրեմն սա ու բազում են այս համարները։ Մեկ անգամ եւս ուզեցի հիշեցնել, որ հասկանանք, որ չպետք է անտեսել հավատի գործերով, ահա թե ինչու այս գիրքը կոչվեց գործերի գիրք։ Եվ ամենակարևոր համարը իմ կարծիքով Մատթեոս 25-ն է, երբ որ Քրիստոս բացատրում էր, ուղիղ մեզ ասում էր ինչ է անելու վերջի օրը, երբ որ կանգնեցրեց երկու կողմի ու ասեց սրանք գառներն են, սրանք այծերը գնալու են հավիտենական կորուստ, գառները հավիտենական երջանկություն, ինչու, որովհետև բարի գործեր չարեցին, որովհետև աղքատին հաց չտվեցին, ջուր չտվեցին, մերկին չհագցրեցին, հիվանդին ու բանտում գտնվողին չայցելեցին, եւ քանի որ սրանք չարեցին, պատժվեցին, իսկ եթե արեցին, ուրեմն վարձատրություն ստացան։ Սա Մատթեոս 25-ի մեջ ենք տեսնում։ Ու դրա համար մեծ սուրբը մեր եկեղեցու Սուրբ Գրիգոր Տաթևացին 14-րդ դարում ասում էր առաքելական գործեր եւ առաքելական հավատ։ Երկուսն են մեզ վերաբերում առաքելական գործեր եւ առաքելական հավատ։ Այս երկու սարծվի երկու թևերն են, որոնցով բարձրանալու ենք երկինք։ Եվ սրա մասին է, որ այս աշխատությունը կամ գործք առաքելոցը պիտի լինի։ Գևորգ Սկևրացի անունով վարդապետ ունենք, որի մասին վերջում եմ խոսելու, վստահ եմ մեծ մասամբ իրեն չգիտենք, իր անունն էլ չգիտենք, ու այս վերջերս քահանաներից մեկի հետ էինք խոսում, մի քիչ որ այնքան ցավալի է, որ այս իմ միտքն էր, որ մենք այսքան նյութի վրա կենտրոնանում ենք շենքեր, փայտ ու քար, բայց նման մարդկանց գործերը անծանոթ են մեր հավատացյալներին, նույնիսկ անունը անգամ չգիտենք այս մարդկանց։ Գևորգ Սկևրացի վարդապետի գործք առաքելոցի մեկնությունը, որ սեղանի վրա եմ այնտեղ դրել, երևի թե լավագույն մեկնությունն ամբողջ քրիստոնեական գրականության մեջ այսօր, բոլորի մոտ։ Բայց ոչ թե աշխարհը չգիտի Գևորգ Սկևրացուն, այլ անգամ մենք չգիտենք եւ չգիտենք թե ինքը ինչա գրել, բայց հետեւյալ մի քանի միտք եմ ուզում իրենից առանձնացնել։ Ասում եմ նա հետեւյալն ասում, որ չնայած առաքյալները զորացան Սուրբ Հոգով եւ հրաշքներ էին գործում, սակայն դա իրենց ծուլության չտարավ, որ անհոգաբար նստեն, քանի որ գիտեին, որ առանց գործնական առաքինության չեն կարող Աստծուն հաճելի լինել։ Քանի որ շատերը Քրիստոսի անունով հրաշքներ գործեցին, սակայն Քրիստոսից լսեցին. ես ձեզ չեմ ճանաչել։ Ահա թե ինչու Քրիստոս իրեն աշակերտ լինելու պատիվը տվեց ոչ թե հրաշագործներին, այլ միմյանց անկեղծ սիրողներին եւ ասաց. եթե դուք միմյանց սիրեք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներն եք։ Քրիստոսն ինքն էլ աստվածային հրաշքով մեզ փրկություն չպարգևեց, այլ սիրո գործ կատարելով իր անձը մեզ համար զոհեց, մեզ օրինակ տալով, որ հրաշքի վրա չկառուցենք մեր կյանքը, այլապես կծուլանանք ու գործ չենք անի։ Ուրեմն առաքյալների գործերի պատմությունը գրվեց, որ մենք նրանցից օրինակ վերցնենք եւ Աստծո համար գործ անենք, հաստատուն մնալով մեր գործերի մեջ։ Երևի սրանից ավելի լավ հնարավոր չէր ասել, ու նորից ուզում եմ շեշտել այս միտքը, որ մեծ վարդապետն ասում էր եկեղեցու, որ
Հաճախ մանավանդ մեր օրերում մենք հրաշք ենք փնտրում։ Նայեք, չգիտեմ, Նեկտարիոսի եկեղեցին, Ռիտայի եկեղեցին, բոլոր ինչքան մարդիկ են գնում։ Բայց արի ու տես, որ Քրիստոս հետաքրքիր միտք ասում, չասես նրանք են իմ հետևորդներն, ովքեր հրաշքներ են գործում, այլ նրանք են, ովքեր սիրում են դիմացինին։ Ուրեմն սերը փնտրենք նախ եւ առաջ, հետո նոր հրաշքը։ Սա էր, որ մեծ վարդապետը մեզ ասում էր։ Ուրեմն այս գիրքը Քրիստոսի եկեղեցու պատմության գիրքն է։ Անգլերենով հետաքրքիր է հնչում The Story of the Church of Christ։ Եվ ինչու է սա կարևոր, որովհետև մեզ հիմա մի պահ թերևս մենք արդեն գիտենք ինչ եղավ, բայց եթե գործքը չլիներ, այս գիրքը չլիներ, մենք չէինք իմանալ, թե Քրիստոսի համբարձումից հետո, երբ որ երկինք համբարձվեց, ինչ կատարվեց իր շարժումը։ Արդյոք այս 33 տարիներ միայն, չէ՞ որ կարող էր ամեն ինչ փակվել, վերջանալ, որտեղ շատ հաճախ պատմության ընթացքում եղել են, որ սկսել են ու շատ շուտ վերջացել են։ Բայց արի ու տես, որ ոչ թե վերջացավ Քրիստոսի առաքելությունն, ինչ որ ինքը բերեց, այլ ավելի մեծ թափով շարունակվեց, ավելի շատ մարդիկ հավատացին ու ոչ թե Հրեաստանում մենակ այս ավետարանը տարածվեց, այլ ամբողջ աշխարհում։ Եվ դրա համար գործք 1:1 մեջ առաքյալ այս դեպքում Ղուկասը, որը հեղինակն է, պիտի այս մասին խոսում, ասում է Հիսուս սկսեց կատարել եւ ուսուցանել, եւ այս սկսել բառը հայրերը ընդգծում են, ինչու, որովհետեւ չի ասում, որ վերջացրեց, Հիսուս երկինք համբարձվեց ու ամեն ինչ վերջացավ, չէ, դա ընդամենը սկիզբն էր, որը որ հիմա պիտի եկեղեցին Սուրբ Հոգով վերցնի ու շարունակի։ Եվ ընդամենը գործք առաքելոցը հետաքրքիր է, Քրիստոսի եկեղեցու առաջի 30 տարի պատմությունն, ընդամենը 30 տարի, ես արդեն 26 տարի այստեղ եմ գտնվում։ Այսինքն մի երևելի երկար պատմություն չի կարծես թե, ընդամենը 30 տարի, շատերը այստեղ ինձանից ավելի շատ են, բայց եւ այնպես արի ու տես, որ առաջի 30 տարին Քրիստոսի եկեղեցու ամենից կարևոր տարիներն էին եւ սրա համար է, որ Աստված ուզեց, որ մենք տեսնենք, թե առաջի 30 տարում ինչ կատարվեց Քրիստոսի եկեղեցու մեջ։ Ու դրա համար այս միտքն եմ ուզում շեշտել, որ առաքյալների գործերը գիրքը 4 ավետարանների շարունակությունն է, որը մեզ օգնում է հասկանալ, թե Քրիստոսի համբարձումից հետո ինչ եղավ նրա հետևորդների հետ, որոնց մաս ենք կազմում նաև մենք։ Եվ այս միտքը ընդգծել եմ։ Այլ խոսքով, այս գիրքը մեզանից յուրաքանչյուրի identity, այսինքն ինքնության սուրբ գիրքն է։ Եվ փաստորեն ինչքան գործք առաքելոցը մենք կսկսենք սերտել, այնքան մենք ինքներս մեզ կճանաչենք։ Ավելին եմ, վստահեցնում եմ ձեզ, ավելի լավ կհասկանանք ինչ է եկեղեցին, ովքեր են եկեղեցու անդամները, ու նաև ինչքան կարևոր է այդ ճիշտ եկեղեցին պահել ու պահպանել, որովհետև այսօր այնքան շատ են կեղծերը, որ չես կարողանալու մեկը մյուսից զատորոշել։ Ուրեմն այս գիրքը նաև կոչվում է շարժումի գիրք, The Book of Actions, որովհետև ուշադրություն դարձեք, ընդամենը 80 էջի մեջ տեսնելու ենք մարդկանց, որոնք հավաքվել են հանրահավաքների, ապստամբություններ են տեղի ունենում, դատավարություններ, փախուստ, բանտարկություն, մատնություն, նահատակություն, նավաբեկություն, եւ այդ բոլորը կատարում են ոչ թե ասենք Երուսաղեմում կամ Գալիլեայում ինչպես որ Քրիստոսի ժամանակ էր, այլ ամենուր, Անտիոք, Փիլիպպե, Կորինթոս, Աթենք, Եփեսոս, Հռոմ, ամենուր, այս ինչ որ կատարվում է։ Եվ այսքան հարուստ է այս գիրքը, որ հաճախ, չգիտեմ, այստեղ Ռոլանդը կա ու շատերը, որ կարելի է վստահ եմ եղել է, բայց հրաշալի մի կինոնկար լինի, որ այսքան շատ դեպքեր են կատարվել ու սովորական կինոնկար չէ, որ պիտի լիներ կամ գիրք գեղարվեստական, որովհետև սրա հիմքում ընկած է Քրիստոսի առաքելությունը, Սուրբ Հոգու առաքելությունը ու մեզ բոլորին ուղղորդում է դեպի փրկություն։ Եվ նաև ինչն է հետաքրքիր, որ գործք առաքելոցը ուղիղ նաև հայերի հետ էլ է կապված, որովհետև հետագայում արդեն իսկ Քրիստոսի ժամանակ, գործք առաքելոցի ժամանակ ու հետագայում նաև Կիլիկիայում շատ հայեր կային եւ զգալի մասը գործքի Կիլիկիայի շրջանում է նաև տեղի ունենում, հենց ինքը Սուրբ Պողոս առաքյալը, որը գործքի հիմնական կերպարներից մեկն է Պետրոսի հետ մեկտեղ Կիլիկիայի Տարսուն քաղաքից էր։ Ուրեմն այս ամբողջը նաև կամա թե ակամա առնչվում է հայ ազգի հետ եւ այն հողերի հետ, որոնք հետագայում դառնալու են նաև մեր հայրենիքը։ Իսկ ով է այս հրաշալի գրքի հեղինակը? Ղուկասն է։
Ղուկաս ավետարանիչն է։ Խորքի մեջ մի բան մտածում էի, որ թերևս Մարկոսից հետո Ղուկաս անենք, Ղուկասից հետո նոր գործ կանենք։ Բայց հետո հասկացա, որ շատ կրկնություններ են լինելու Մարկոսի ու Ղուկասի, ու իմաստ չունի, դրա համար միանգամից Մարկոսից անցանք Գործք Առաքելոցի։ Եվ հետաքրքիր է, ինձ թվում է պատճառը գործքը գրելու ավելի կարևոր էր, քան Ղուկասի հենց ավետարանը գրելու։ Գիտեք ինչու։ Որտեվ ավետարանի ժամանակ ինքը իբրև այդպիսին դեռ քրիստոնյա չէր։ Բայց գործքի ժամանակ երբ որ այս ամբողջ եկեղեցին տարածվում էր, ինքը դարձի եկավ, լինելով մեծ բժիշկ եւ դարձավ այդ ականատեսը այդ դեպքերի, դարձավ Պողոսի գործակիցը, Պողոսի ընկերը։ Ու վստահաբար, երբ որ ապրում ես այդ ամենը, մտածում ես, որ լավ, միանգամից ստեղից չարժի գրել, մեկ հատ սկզբից գրեմ, հասկանամ, թե սկզբում ինչ ա եղել, ու հետո նոր նաև այն գրեմ, ինչին որ ես ականատես եմ եղել։ Բայց երբեմն ոմանք կարող են ասել, որտեղից էս միտքը, ով ասեց, որ Ղուկասն է։ Տեքստը ինքը մեզ փաստում ասա։ Շադրություն դարձրեք, գործքում հետաքրքիր մի առաջին նախադասությունը սենց է սկսում։ Առաջին պատմությունը գրի առա, ով Թեոփիլ է, մարդու անունը։ Այն բոլոր բաների մասին, ինչ Հիսուս սկսեց անել եւ ուսուցանել սկզբից մինչեւ այն օրը, երբ Սուրբ Հոգու միջոցով պատվեր տվեց առաքյալներին, որոնց ինքն ընտրել էր եւ երկինք վերացավ։ Սա գործքի սկիզբն է եւ ասում է, որ առաջի գիրքն է գրել։ Եվ արդյոք այդ գիրքը պահպանվել է թե չէ, հիմա Ղուկասի առաջին նախադասությունը կարդանք։ Քանի որ ասում է շատերը ձեռնարկեցին շարադրել մեզանում կատարված դեպքերի պատմությունը, ինչպես մեզ ավանդեցին նրանք, որ սկզբից խոսքի ականատեսներն ու սպասավորները եղան, ես էլ, որ սկզբից ստուգությամբ հետամուտ է եղել ամեն բանի, կամեցա կարգով քեզ գրել, ով գերազանցը Թեոփիլ է, որպեսզի ճանաչես ճշմարտությունն այն խոսքերի, որոնց աշակերտեցիր։ Փաստորեն դուրս է գալիս, որ արդեն իսկ առաջին նախադասություններով փաստվում է, որ նույն մարդուն ա ուղում իր գործը, Թեոփիլեին, եւ փաստորեն առաջի գիրքը Ղուկասը գրեց իբրև ավետարան Քրիստոսի կյանքը, իսկ երկրորդ գիրքը գրեց եկեղեցու կյանքը, որը Սուրբ Հոգով է առաջնորդվում։ Իսկ Ղուկաս, ինչպես ասացի, ով էր, նախ եւ առաջ բժիշկ էր, եւ հետաքրքրորեն ոչ միայն պարզ բժիշկ, այլ շատ կիրթ ու զարգացած բժիշկ։ Ինչու եմ սա ասում։ Հայաստանում աստվածաբանական ուսանելու ժամանակ քաղցրիկն ու ես հունարեն սովորեցինք 3 տարի, բայց անկեղծ ասած լուրջ չէի մոտենում։ Այն ժամանակ գնահատականի համար էինք սովորում։ Եվ վստահ եմ շատերս ենք այդպես արել։ Եվ հետո երբ որ եկա Միացյալ Նահանգներ ու անմիջապես սկսեցին աղանդավորների հարձակումները եկեղեցում էի, մտածեցի, որ որպեսզի ես կարողանամ ճիշտ հստակ փաստել, պիտի բնագրից, այսինքն հունարենից կամ եբրայերենից խոսեմ, ու հասկացա, որ ես հունարեն չգիտեմ, գնահատականս բարձր էր, բայց գիտելիք չկար։ Սո գնացի Ֆուլերի համալսարան, այստեղ Փասադինա, ու որոշեցի այնտեղ մենակ հունարեն վերցնել, հետո նաև եբրայերենը եղավ, ու այս ընթացքում հասկացա մի բան, որ իրենց մոտ շատ ավելի սիստեմատիկ էր, ու քանի որ ես էլ արդեն բավական հասուն էի, 30 քանի տարեկան էի, հասկացա, որ գնահատական ինձ պետք չէ, այլ գիտելիքն է ինձ պետք։ Եվ ինչու եմ սա ասում, որովհետև սկսեցինք Մատթեոսի ավետարանով ու Մարկոսով, որոնց հունարենները շատ հեշտ են։ Հետո ամենավերջում, երբ որ արդեն սեմեստրը ավարտում ենք, նոր Ղուկասի տեքստերը տվեցին, որ թարգմանենք։ Ուտեղից դասախոս էր ասում, որ Ղուկասի հունարենը այնքան ճոխ է ու այնքան հարուստ է, որ շատ դժվար է թարգմանել, բավական լուրջ գիտելիք պիտի ունենաս, որ Ղուկասը թարգմանես։ Որտեվ երբեմն մեր մոտ այն ընկալումը կա, որ Հովհաննեսն է ամենաբարդը։ Հովհաննեսը այնքանով է բարդ, որ ամբողջ աստվածաբանություն է։ Խորը փիլիսոփայական աստվածաբանական միտք է։ Բայց Ղուկասը բարդ է իր լեզվական գրությամբ, իր հունարենի ճոխությամբ։ Ու դրա համար այստեղից նաև հասկանում ես, որ այս բժիշկը սովորական բժիշկ չէր, ինքը շատ կիրթ բժիշկ էր, ու դրա համար հետաքրքրորեն Հերոնիմոսի նման մարդը 4-րդ դարում, 4-րդի վերջին սկիզբ, ասում էր նույնիսկ այս բժիշկը, եթե շատ քիչ մարդկանց իր կյանքում բուժեց իր ձեռքերով, միլիոնավոր մարդկանց բուժելու է իր գրքով, որը կոչվում է Ղուկասի ավետարան եւ Գործք Առաքելոց։ Ուրեմն փաստորեն այս մարդը գրողն է, բայց երբևէ ինքը ասում է, որ ես ականատեսն եմ եղել։ Գործք 16-ի մեջ մի միտք կա, որ ուզում եմ ընթերցեմ։ Ասում է Տրովադայից դուրս գալով ուղիղ գնացինք դեպի Սամոթրակե
եւ հաջորդ օրը նոր քաղաք, այնտեղից էլ Փիլիպ է, որ Մակեդոնիայի առաջին գավառի մեկ քաղաքն էր, Կողովնիա։ Այնտեղ քաղաքում մի քանի օր մնացինք, շաբաթ օրը քաղաքից դուրս ելանք դեպի գետափ, ուր հրեաները սովոր էին աղոթք հանելու։ Ստեղից հստակ է, որ դուրս եղանք, գնացինք, տեսանք, որ ինքը Պողոսի հետ է։ Եվ այնքան կարևոր է այս միտքը, այսինքն մեկն է, որ անմիջապես մեջն է եղել։ Եվ այստեղ այս նկարը դիտավորյալ դրեցի այդ eyewitness-ի ականատեսի, որ մեկը, որ անմիջապես հետն է, ամենակարևոր աղբյուրն է քեզ տալիս, որովհետև ինքը քեզ ասում այն, ինչ որ իրապես կատարվել է, մի բան, որ մեզանից յուրաքանչյուրից պետք է, բայց արդյոք հիմա Ղուկասը խոսում է, որ ես Պողոսի հետ էի, բայց արդյոք Պողոսը ասում է, որ Ղուկաս անունով մեկին գիտեմ։ Տեսնում ենք, որ սա էլ կա, որ արդեն Պողոսի նամակների մեջ, օրինակ, ասում է առաքյալը Կողոսացիս 4-ում, ողջունում է ձեզ Ղուկասը, բժիշկը եւ սիրելին, ինչպես նաեւ Դեմասը։ Ուշադրություն դարձեք, ես Ղուկասին շեշտել եմ, բայց նաեւ Դեմասին էլ եմ շեշտում, հիմա պիտի ասեմ ինչու։ Փիլիմոնի նամակի մեջ գրում է, որ ձեզ ողջունում է Եփափրասը, իմ գերության ընկերը, ի Քրիստոս Հիսուս, ինչպես նաեւ Մարկոսը, Արիստարքոսը, Դեմասը եւ Ղուկասը, իմ գործակիցները, մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեր հոգու հետ։ Իսկ երկրորդ Տիմոթեոս 4-ի մեջ հետաքրքիր մի վկայություն կա, նորից Ղուկասը կա ու նորից Դեմասը կա, ասում է, որովհետև Դեմասն ինձ լքեց եւ աշխարհը սիրեց։ Նա գնաց Թեսաղոնիկե, Կրեսկեսը Գալիլեա գնաց, Տիտոսը Դաղմատիա գնաց, Ղուկասն է միայն ինձ հետ։ Այս 3 համարների մեջ մի ամբողջ պատմություն տեսանք, որ շատ մարդիկ կային Պողոսի կողքը, բայց Դեմասի նման մարդիկ, ասում է, վերջում ինձ լքեցին, որովհետև աշխարհը սիրեցին։ Եվ հիշում է, որ Ղուկասն է միայն ինձ մոտ։ Ցույց տալով այստեղ նաև տեսնում ենք, թե ինչքան ինքը ազնիվ է, բացի այն, որ կիրթ է, բացի այն, որ բժիշկ էր, բայց նաև ինչքան ինքը հավատարիմ է իր ուսուցիչին, որ միջև վերջ մնաց իր մոտ։ Ու այս հավատարմության պատճառով էլ հենց Հռոմում ու Բանտում միշտ գնում այցելում էր 4 տարի, քանի որ Հռոմում մնաց Պողոս առաքյալը Բանտում, տան պայմաններում անշուշտ, վերջում անդադար գնում էր եւ ի վերջո հենց այս շրջանում ա որ կարծում ենք, որ գրել է այս գիրքը Պողոսի նաեւ ցուցումով եւ մոտավորապես կարծում ենք, որ միջև 64 թիվն է գրել, չնայած թվերը միշտ տարբեր են, ոմանք 70 են ասում, ոմանք նույնիսկ 80 են բարձրացնում, բայց ինչու են շատերը կարծում, որ 64, որտեղ 64-ին մի շատ ահավոր դեպք կատարվեց, եթե կհիշեք Ներոնի հալածանքները քրիստոնյաների դեմ։ Ինքան դաժան էր Ներոնը, որ քրիստոնյաներին ողջ ցիցի վրա էր տնկում եւ այրում էր, որպեսզի գիշերը լուսավորեն իրենց մարմիններով, այդքան դաժան էր եւ այդքան դաժանություն քրիստոնյաներին հաստատ Ղուկասը կգրեր, եթե ինքը Ներոնի հալածանքներից հետո գրած լիներ։ Ու դրա համար տրամաբանությունը նա է, որ ըստ երևույթին միջև Ներոնի հալածանքներն ա գրել, որի ընթացքում արդեն Պողոսն էլ է նահատակվել եւ փաստորեն այս հալածանքների շրջանը չի նկարագրել իր պատմության մեջ։ Գիրքը բաղկացած է 28 գլխից եւ հիմնականում շատ ձևերով են կարող բաժանել, բայց հիմնականում երկու մեծ կերպարների մասին է։ Առաջինից 12 գլուխները փաստորեն Պետրոսի մասին է հիմնականում, բայց ոչ միայն ամբողջ եկեղեցու պատմությունն է, բայց կենտրոնական կերպար իբրև Պետրոս առաքյալն է, իսկ 13-ից 28-ի մեջ կենտրոնական կերպարն իբրև Պողոս առաքյալն։ Այս երկուսն էլ մեր եկեղեցում այնքան են սիրվել, որ հաճախ մենք, օրինակ, չգիտեմ, նույնիսկ եթե չեմ սխալվում, կինո Մոսկվայի տեղը, որ եկեղեցի է եղել, կոչվել է Պետպողոս Պետրոս, այսինքն հաճախ այդ երկուսին մեր եկեղեցին նույնացրել է, իրար հետ է դրել, որովհետև հենց նույն գործքը կամ մյուս տեղերը նույն այս վիճակն են արել։ Հիմա նաև բացի տեքստային վկայություններից շատ կարևոր է, որ աղանդավորները չեն ընդունում, նաև գրությունները կան, չէ՞ որ քրիստոնեությունը մենակ առաջի 30 տարին չէր։ Դրանից հետո մարդիկ գրեցին, առաջի քրիստոնյաները գրեցին։
Եվ առաջի հայրերից Իրինիոս, Տերտուլիանոս, Կղեմես Ալեքսանդրացի, Օրիգինես, Հերոնիմոս, Եվսեբիոս Կեսարացի, սրանք բոլորը 200-ից 300-ական թվականներին են ապրել, հետոներին չեմ խոսում։ Այս բոլորը վկայում են, որ գործ առաքելոցը, այսինքն առաքյալների գործերը գրողը Ղուկաս Ավետարանիչն է։ Այս գիրքը ունի իր յուրահատկությունները, ընթացքում բացահայտելու ենք ժողովրդու, մեկը մեկից հրաշքա լինելու։ Բայց ամենակարևոր մի քանի մասը բերեմ։ Մենք չէինք իմանա, որ Քրիստոս համբարձվել է, եթե Ղուկասը չգրեր, որտեղ գործք 1:1-ում Ղուկասը սկսում է նրանով, որ Քրիստոս համբարձվում է երկինք։ Իսկ համբարձումը մեզ համար շատ կարևոր է, որտեղ հասկացանք, որ Քրիստոս գնաց այնտեղ, որտեղից որ եկել էր։ Սա ավետարաններում չկա, որևէ ավետարան համբարձումի մասին չի խոսում, գործք առաքելոցն է խոսում։ Դրանից բացի շատ ավելի կարևոր մի դեպք հոգեգալուստը, որ Սուրբ Հոգին եկավ աշխարհ ու այս պահին մեր մեջ է։ Հոգեգալուստն էլ գործք 2-ի մեջ ենք ընթերցում, ավետարանները այս մասին չեն գրել, միայն Ղուկասն է գրում, այս դեպքում գործք առաքելոցը, որ հոգեգալուստ կատարվեց։ Հոգեգալուստի օրը նաև շատ կարևոր դեպք եղավ, ես միշտ այս մասին եմ խոսել, եկեղեցին հիմնադրվեց։ Եկեղեցին հիմնադրողը Քրիստոսը չի։ Եկեղեցին հիմնադրողը Սուրբ Հոգին է։ Հետաքրքիր է, դրա համար եթե ուշադրություն դարձեք, ես այս մասին շատ եմ խոսել։ Քրիստոս Մատթեոս 16-ի մեջ Պետրոսին ասեց. «Դու վեմ ես եւ այդ վեմի վրա պիտի կառուցեմ իմ եկեղեցին, պիտի կառուցեմ»։ Դեռ չէր կառուցել։ Իսկ հոգեգալուստի օրը եկեղեցին կառուցվեց։ Այլ խոսքով Քրիստոս հիմքերը դրեց եկեղեցու առաքյալներին հավաքելով, բայց կոնկրետ եկեղեցին շինվեց, կառուցվեց հոգեգալուստի օրը Սուրբ Հոգու միջոցով։ Եվ դրա համար ենք մենք ասում, որ գոյություն ունի մեզ համար իբրև ճշմարիտ քրիստոնյաների ամենասուրբ երրորդություն, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, եւ նրանցից որևէ մեկին մենք առաջնահերթություն չենք տալիս, որտեղ ասում ենք երեքն էլ հավասար են, մեկ Աստված են, երեք տարբեր անձինք։ Եվ բացի դրանից նաև շատ կարևոր, հիմա մեր մեջ սարկավակներ կան, սարկավակի տոնը մենք նշում ենք Սուրբ Ստեփանոս նախավկայի տոն եւ արևմտյան Քրիսմասի օրերին է համընկնում, առաջին նահատակն է ինքը եկեղեցու համար, որ գիտակցաբար նահատակվում է, գործք 6-ում ենք սա ընթերցելու 7-ի մեջ, ուրեմն սա էլ նորից մենք հասկանում ենք, որ նահատակությունը սկսեց գործքի մեջ շատ դեպքեր կան, որ գործքը յուրահատուկ է։ Դրանից բացի, եթե կհիշեք, ես անդադար այս համարը հիշում եմ ու անդադար ինձ համար սա յուրօրինակ ուղեցույց է, որ կարողանանք մեր փոքրիկ խումբը դրանով առաջնորդել, որ գործք 2:42-ն է, որ եկեղեցին հարատևում էր 4 բանով. առաքյալների ուսուցում, կոյնոնի, այսինքն հաղորդակցություն, հացի բեկանում, այսինքն պատարագ եւ 4-րդ աղոթք, ընդհանրական աղոթք։ Այս 4-ի մեջ էր, որ եկեղեցին կարողանում էր հայերենով գրել ենք հարատևել, մի ձևի այնպես է անցալվում, որ մի ձև էին ապրում, բայց խորքի մեջ անգլերենով թարգմանված է continued steadfastly, այսինքն հաստատակամորեն եկեղեցին առաջ էր գնում, որտեղ այդ 4 բաները ուներ, եւ ես միշտ խոսել եմ այս մասին, որ մեր մոտ պակաս է, մենք 4-ը չենք կարողանում անել։ Առաքելական ուսուցում չի տրվում, ցավոք, եթե տրվում էլ է շատ քիչ տեղեր։ Դրանից հետո կոյնոնիան շատ քիչ է, որ մեկս մյուսին հետ լինենք, ծանոթանանք։ Դրա համար այս name tag-երը, այս անվանա այս բաները, թղթերը, դրա համար է, որ շատերս իրար հարազատ են, գիտենք, բայց ամեն անգամ Աստված նոր մարդ է բերում, ու այդ նոր մարդուն նախ ուզում ենք մենք ծանոթանանք, նաև ուզում ենք իրենք էլ մեզ ծանոթան։ Դրա համար շատ կարևոր է, որ գոնե անունով իրար իմանանք, եւ այդ մտերմությունն ու ջերմությունը ձևավորվի։ Բնականաբար պատարագ, անկախ ամեն հանգամանքից, ես միշտ խնդրել եմ, ինչ լինի պարագան, ինչքան էլ հոգնած լինենք, կիրակի օրերը պատարագը պարտադիր նախապայման է մեզ համար։ Եվ ի վերջո նաև 4-րդն էլ ընդհանրական աղոթք, սա էլ լինում է այն դեպքում, երբ որ հասկանում ենք աղոթքը եւ միասնաբար մեկ միտք ու մեկ հոգի են դառնում։ Այստեղ է, որ նաև հենց գործք 4:32-ը մեջ բերեցի, ասում է եկեղեցին մեկ սիրտ եւ մեկ հոգի էր։ Եվ այստեղ ուզում եմ սա կարևորել, որ փաստորեն մենք իբրև ընդհանրական եկեղեցու, Քրիստոսի եկեղեցու անդամ, լինելով հայ եկեղեցու անդամ, բայց բոլորս էլ Քրիստոսի եկեղեցու անդամ ենք, պիտի ունենանք այդ մեկ սիրտը ու մեկ հոգին։ Եվ որպեսզի դա լինի, այդ հարազատությունը ձևավորվի, պիտի շատ ժամանակ
եկեղեցին իրար հետ լինի եւ չբավարարվի մենակ Կիրակի օրը 2 ժամով։ Ու սա շատ կարեւոր է։ Դրանից բացի առաջի անգամա, որ Քրիստոսի հետևորդները կոչվեցին քրիստոնյաներ, եւ սա մենք տեսնում ենք, որ կատարվեց Անտիոքում Գործք 11-ի մեջ, ոչ թե հիսուսականներ օրինակ, այլ քրիստոնյաներ, որովհետեւ եկեղեցին կարևորեց Քրիստոսի օծյալ լինելու հանգամանքը։ Քրիստոսը օծյալն է եւ մեզանից յուրաքանչյուրը օծվել է Սուրբ դրոշմով, Սուրբ Մյորոնով եւ մենք էլ մեր չափ դարձել ենք Քրիստոսի օծյալները, օծվել ենք Սուրբ Հոգով եւ այս մասին է նաեւ Գործքը խոսելու։ Մեկ ուրիշ շատ կարևոր խնդիրի լուծում է տալիս Գործքը։ Այս վերջերս գիտենք, գաղտնիք չեն բացի, որ բավական լուրջ եկեղեցու ներսում խժդժություններ եղան։ 1000 մի բան եղավ եւ այս սրա լուծումն էլ արդեն Գործքը մեզ տալիս է, որովհետեւ առաջի դարում, երբ որ մեծ առաքյալներն իրար չէին հասկանում, Պողոսն ու Պետրոսը, Հակոբոսն ու Բարնաբասը, ի վերջո չասեցին ես ավելի կարևոր եմ, ես ասում եմ դու պիտի լսես կամ հակառակը, հավաքեցին ժողով, եւ այդ ժողովը կոչվեց առաքելական ժողով, առաջի ժողովն էր, Գործք 15-ում ենք ընթերցելու, եւ այդ ժողովը որոշեց, եւ թույլ տվեցին, ասում է, որ Սուրբ Հոգին առաջնորդի, որպեսզի ճիշտը որոշվի, Աստծո կամքը կատարվի։ Եվ դրանից բացի վերջինն էլ շատ կարևոր է, որ ուզում եմ ձեր հետ կիսել, որ Աստծո խոսքի բացատրելու ձևն է մեզ տալ, այսինքն Bible study-ն էլ է մեզ բացատրում ոնց անենք, որովհետև այստեղ, երբ որ կհիշեք ներքինին Եթովպացի գնացել էր տաճար ու վերադառնում էր եւ գիրքն էր կարդում Մարգարեի եւ այդ պահին ասում է Հոգին Փիլիպոսին տարավ Եթովպացու մոտ, որ կառքի մեջ էր եւ ասում է հարցրեց նրան ասելով այս դեղին մասը հասկանում ես ինչ ես կարդում եւ պատասխանը ինչ էր ինչպես հասկանամ եթե մեկը ինձ չբացատրի սա շատ կարեւոր մոդել է որովհետեւ հաճախ մենք Սուրբ Գիրքը վերցնում կարդում ենք եւ մեզ թվում է որ Սուրբ Հոգին մեզ կուղորդի եւ մենք կհասկանանք այդպես չի Գործքը մեզ հստակ ցույց է տալիս մեզ մարդ է պետք որպեսզի օգնի որ հասկանանք եւ ներքինին այդ խոնարհությունը ուներ ասելու ինչպես հասկանամ եթե մեկը ինձ չբացատրի Այս բացատրողները առաքյալների ձեռնադրած սրբերն են, որոնց մենք կոչում ենք եկեղեցու սրբեր, եկեղեցու հայրեր, ինչպիսին օրինակ բերեցի մեկին Սուրբ Հովան Ոսկեբերանին, բայց բազում են նրանք։ Իրանց միջոցով ենք փորձելու հասկանալ։ Ինքնագլուխ չես կարող հասկանալ, ով ուզում ես եղի, պիտի բացատրվի քեզ, որ դու հասկանաս, ու շատ կարևոր է։ Բացի այդ յուրահատկություններից, ինչպես որ ասեցի, գիրքը action է, շարժում, անդադար շարժում կա։ Բայց բացի շարժումից, նաև քարոզներ ու ճառեր կան։ Ուրիշ գրքում այսքան ճառ ու քարոզ չկա։ Պետրոսի 7 քարոզ է պահված, 7 անգամ ճառ էր ասում։ Պողոսի 6 քարոզ է պահված։ Ստեփանոսի հսկա երկար քարոզը կա, ճառը կա։ Հակոբոսի խոսքը կա ժողովի ժամանակ։ Այսինքն նաև առաքյալը, այս դեպքում ավետարանիչը ավելի ճիշտ բառը, Ղուկաս ավետարանիչը փորձել է ճառերն էլ պահի։ Որպեսզի նաև մեզ օգնի հասկանանք, թե ի վերջո նաև սա ոչ միայն հավատացյալին, ավելի շատ հոգևորականին, թե ինչպես պետքա ճառ ասես, ինչպես պետքա քարոզ ասես։ Եվ սա էլ մեզ լավագույն մոտեցում, այսինքն ամեն ձև այս գիրքը օգտակար է եկեղեցուն, որ հասկանանք, թե ինչպես ենք շարժվելու։ Եվ հետաքրքրորեն այստեղ մենք տեսնում ենք, որ շատ հրեշտակների մասին կա։ Որևէ նոր կտակարանյան գիրք այսքան հրեշտակի մասին չի խոսում, որքան Գործքը 22 մեջբերում կա հրեշտակների, բայց հետաքրքրորեն իհարկե բացառություն կա Հովանու հայտնության գիրքը ավելի շատ է հրեշտակների մասին խոսում, բայց Հովանու հայտնությունը կոնկրետ այլաբանություն է, ամբողջ այլաբանություն է, իսկ սա կոնկրետ գիրք է, պատմական դրվագ ու դեպք, ու տեսնում ենք, թե ինչքան հրեշտակներ կան, ու սա նաև հայրերը բացատրում են նրանով, որ Քրիստոս երբ որ գնաց Սուրբ Հոգին եկավ ու Սուրբ Հոգին հրեշտակների նաև միջոցով, այնպես չէ որ Քրիստոսի ժամանակ էլ չկար, միշտ կային, բայց ավելի շատ ենք տեսնում հրեշտակների ներգործությունը եկեղեցու կյանքում ու այսօր էլ հաճախ մենք շատ մոռանում ենք հրեշտակների դերի մասին, գիրքը Գործքը մեզ օգնելու է, որ ավելի լավ հասկանանք։ Բայց այս ամենից բացի ամենակարևոր ուսմունքը, որ Գործք առաքելոցը մեզ տալիս է, Սուրբ Հոգու մասին է։ Եվ դրա համար երբեմն հայրերը այն կոչում են Սուրբ Հոգու ավետարան։ Մենք ասում ենք ունենք Քրիստոսի ավետարանները
Իսկ գործքը երբեմն կոչում են Սուրբ Հոգու ավետարան, որովհետև ամբողջությամբ Սուրբ Հոգին է, ամբողջությամբ։ Այն խոստումը, որ Քրիստոսը ասեց, կհիշեք, որ Հովհաննես 16-ի մեջ ասեց, եթե ես չգնամ, մխիթարիչը չի գա, իսկ եթե գնամ, նրան կուղարկեմ, հենց սա է կատարվել։ Գնաց ու ուղարկեց մխիթարիչին Սուրբ Հոգուն, ու ամբողջ գործքը Սուրբ Հոգու մասին է։ Ուզում եմ այստեղ գրել եմ մեջ բերել։ Սուրբ Հոգու խոստումը, որ ժամանակին Հովել մարգարեի մոտ էր իրականացավ, եւ հոգե գալուստով սկսում է Սուրբ Հոգու գալը, գալուստից բացի առաքյալները ականատես են լինում, եւ տեսեք Սուրբ Հոգին ինչ անում, այն նրանց հասկացան, որ Սուրբ Հոգին ճշմարիտ Աստված է։ Աթե ինչու Գործք 5:3-ում Պետրոսն ասում է, որ Սուրբ Հոգում ստելը ոչ թե մարդկանց ստել է, այլ Աստծուն։ Սուրբ Հոգին է, որ առաքյալների միջոցով խոսում է։ Սուրբ Հոգին հստակ հրահանգ է տալիս Փիլիպոսին, Գործք 8-ի մեջ, որ մեջբերումը կատարեցի, եւ Պետրոսին։ Սուրբ Հոգին ուղղորդեց, որ եկեղեցին ճիշտ որոշում կայացնի առաջի ժողովի ժամանակ։ Սուրբ Հոգին է, որ եպիսկոպոսին է կարգում եկեղեցու վրա։ Սուրբ Հոգին է, որ հրաշքներ է գործում։ Ի վերջո, Սուրբ Հոգին է, որ քրիստոնյաներին դարձնում է վախվորած առաքյալներին դարձնում է հզոր զինվորների, հզոր քրիստոնյաների, ովքեր գնացին, որտեղ ուշադրություն դարձրեք, երբ որ վերջնատանն էին, պաղկված էին։ Ոչինչ չէին ուզում անել եւ ամեն մի դռան զարկիցել զարհուրում էին։ Ու արի ու տես, որ Սուրբ Հոգու գալուստով այդ նույն Պետրոսը միանգամից հզոր ճառ ասում եւ 3000 հոգի, երբ Գործք 2-ի մեջ են կարդում, դարձի է գալի։ Ուրեմն մեզանից յուրաքանչյուրն էլ է Սուրբ Հոգու ներկայության կարիքն ունի, որովհետև շատ հաճախ մենք էլ վախեցած ենք, մենք էլ վախվորած ենք, մենք էլ անվստահ ենք ապագայի նկատմամբ, ինչ է կատարվելու, եւ սրա լավագույն դեղն ու միջոցը Սուրբ Հոգու առատ ներկայությունն է մեր կյանքում։ Եվ հետաքրքրորեն այս գիրքը մի ուրիշ նախադասություն է ունի, որ մեր կյանքին այնքան է առնչվում, ասում է, երբ որ խոսեցին Սուրբ Հոգու մասին, Գործք 19-ում ենք կարդում, շատերն ասացին, մենք չենք լսել, որ Սուրբ Հոգի կա։ Այսօր ժողովուրդ, եթե մենք խոսենք մեր հավատացյալ քրիստոնյաներին, շատերը այս միտքը կարող են ասել, հա, լսել ենք, որ ամենասուրբ Եորդություն, Հայր, Որդի, Սուրբ Հոգի, բայց ինչ է Սուրբ Հոգին, ով է Սուրբ Հոգին, չգիտենք։ Եվ փաստորեն հենց ամբողջ Գործքի նպատակ է այն մարդկանց, ովքեր չեն լսել, որ Սուրբ Հոգին կա, բացատրելն է։ Եվ դա նաև մեզ է վերաբերում, որովհետև մենք էլ Գործքի միջոցով ծանոթանալու ենք մեր Աստծուն, որ Սուրբ Հոգին է։ Սուրբ Հոգու հետ անմիջապես ինչն է կախված, եկեղեցին, որովհետև եկեղեցու, ինչպես որ ասացի, հիմնադրումը Սուրբ Հոգին բերեց, Սուրբ Հոգին դրեց, եւ դրա համար մի մեծ տարբերությամբ իհարկե, որ եթե Հիսուս սկզբից ասում էր, որ մենակ օրինակի համար Մատթեոս 10-ում կգնաք եւ հրյաներին կքարոզեք, Մատթեոս 28-ում արդեն դռները բացեց, ասեց աշխարհին կքարոզեք, իրականությունը կատարվում է Սուրբ Հոգու միջոցով եւ փաստորեն մի շատ կարեւոր խնդիր է կատարվում հրյայի համար ու մեր համար օրհնություն։ Սինագոգը վերածվում է եկեղեցու։ Այսօր հրյաները սա չեն կարող ընդունել։ Բայց ինչպես դա եղավ, որովհետեւ արդեն Գործքով հստակ հասկացանք, Աստված մեզ ասաց, որ Աստված մենակ հրյաների Աստվածը չի։ Աստված բոլորի Աստվածն է եւ այլևս չկա ծառա կամ տեր, հրյա կամ հեթանոս, հարուստ կամ աղքատ, այլ բոլորի մեջ կա Քրիստոս։ Ու սա էր այդ լրջագույն խնդիրը, ու դրա համար էր կռիվը ավելի դեպի հրեականության կողմը տանող առաքյալների, որ ասում էին պետքա սկզբից թլպատվես, հետո դա մկրտվես, այսինքն սկզբից պետքա հրյա դառնաս, նոր հետո քրիստոնյա։ Եվ եկեղեցին ասեց Պողոսի ու Բարնաբասի շուրթերով, որ ոչ, եւ Սուրբ Հոգին էր առաջնորդում իրենց, որ կարիք չունես հրյա դառնալու հետո քրիստոնյա։ Օրինակ, հայը կարիք չունի դառնա հրյա հետո քրիստոնյա, որովհետև Քրիստոսն է գագաթնակետը եւ խորքի մեջ 5 կտակարանի բոլոր գրքերը խոսում էին Հիսուսի մասին։ Եվ այլևս ժամանակն է, որ մենք միանգամից իրականությունը տեսնենք, ոչ թե շողքը, որ 5 կտակարանն էր։ Ահա թե ինչու նաև սա շատ կարևոր է, որ երբեմն ասում են քրիստոնեությունը հրեականություն է, ցավոք սրտի առանց հասկանալու, կամ
հրեականություն եք քարոզում, բացարձակ կապ չունի, որովհետև այսօր հրեաները իրենք ընդհանրապես չեն ընդունում Քրիստոսին, նկատի ունեմ հիմնականում, որովհետև եկավ ասելու, որ այլևս դուք չեք, բոլորն են եւ բոլորն են Աստծո զավակ կոչվելու, որովհետև Աբրահամի զավակը ոչ թե արունից էր, ասեց Քրիստոս, այլ հավատից։ Եվ սա ամբողջությամբ փոխեց։ Հրեաները մինչև հիմա ընդունում են, որ Աբրահամի զավակը արյունից է։ Քրիստոս ասեց հավատից է, ոչ թե արյունից, ու բոլորը կարող են Աբրահամի զավակ լինել։ Եվ ինչն է եկեղեցու առաքելությունը։ Այս վերջերս մեր թեմում էլ շատ ենք խոսում mission-ի մասին, the mission of the church։ Այստեղ էլ հեռու գնալ պետք չի, փորձենք հասկանանք, թե ինչ է եկեղեցու առաքելությունը։ Նորից պետք է նայենք Գործքին, որը հանճարեղ աստվածային գիրք է։ Եվ Գործքինի մեջ հստակ ասում է, թե եկեղեցու առաքելությունը ինչ ասում է։ Եկեղեցին ամրանալով եւ ընթանալով Տիրոջ երկյուղով Սուրբ Հոգու մխիթարությամբ աճում էր։ 3 բառ եմ ընդգծել։ Եկեղեցին, այսինքն մենք պիտի ամրանանք, պիտի ընթանանք Տիրոջ երկյուղով, առաջ գնանք եւ Աստծո երկյուղը մեր առջև ունենալու եւ պիտի աճենք Սուրբ Հոգու մխիթարությամբ։ Ամրանալ, ընթանալ, աճել։ Խորքի մեջ ընտանիքն էլ նույնը անում։ Ամրանում ենք ես ու կինս, դառնում ենք ամուր զույգ, որտեղ դա ժամանակի ընթացքում է լինում, իրար հետ ճանապարհ ենք ընթանում, եւ ի վերջո Աստված էլ օրհնում է, որ մենք աճենք, բազմանանք, զավակ ունենանք։ Եկեղեցու այս մոդելը նույնն է, եւ ընտանիքը վերցել է եկեղեցու մոդելից, այսինքն ամրանանք Քրիստոսով, ընթանանք ճանապարհը, չկանգնենք մեր տեղում եւ ի վերջո աճենք, նոր մարդկանց բերենք, նոր մարդկանց վկայենք, որ կա նման բան, որ փրկության ճանապարհն է բացված Տիրոջով ու եկեղեցու մեջ։ Եվ սա է, ուրիշ միշնի կարիք չունենք, ուրիշ առաքելության պետք չունենք, շատ պարզ ու հստակ ամեն ինչ տրված։ Եվ ինչ եմ ուզում, այս միտքն էլ գրեցի, Հիսուսին վկայելը նախապայման է մի բան, որ մենք մոռացել ենք մեր օրերում ու սահմանափակվում ենք միայն Կիրակի եկեղեցի գնալով կամ միայն մեր համայնքին խոսելով Տիրոջ մասին։ Մինչդեռ առաջին եկեղեցին չի սահմանափակվում միայն Կիրակիով, այլ անդադար շարժումի մեջ է, անդադար աշխատում է տարբեր վայրերում, վկայում, ուսուցանում, բժշկում, օգնում, եւ սա է փաստորեն։ Իսկ որն է հիմնական падգամը, եթե առաջին առաքելությունը այս 3-ն էր, падգամ էլ ունի այս գիրքը։ Հիմնական падգամը կարծում եմ նորից այս դեպքում առաքյալի շուրթերով ենք լսելու։ Վայ է ինձ, եթե ես ավետարանը չքարոզեմ։ Եվ այս բառերը հաճախ ես ինձ էի մեջ շատ եմ տեսել այս վերջի մի քանի ամսվա ընթացքում, որովհետև երբ որ Աստծո խոսքից կտրվում ես, վստահ եմ բոլորս կարող ենք դա վկայել, բայց ես ուզում եմ իմ անունից խոսեմ, աստիճանաբար սառում ես, աստիճանաբար սկսում ես ավելի տարբեր դառնալ, ավելի նյարդային դառնալ, ավելի դժվար եւ ի վերջո հասկանում ես ինչու, որովհետև դու ունես կոչում, որը ավետարանը վկայելն է ու դու չես անում դա։ Ու երբ որ ինձ շատ հարազատ այստեղ շատ մարդիկ զանգում են կամ տեքստով ինչ եղավ, ինչի դասը չենք անում, ամեն անգամ դա ինձ ավելի էր, ոչ թե վատ առումով, այլ լավ առումով խոսում, որ Հայկ, ինչի ես քնել, քայլ կատարի։ Եվ ի վերջո այստեղ ես գալիս, որ իրապես մեզանից յուրաքանչյուրը կոչված է Քրիստոսի ավետարանը վկայելու։ Երբեմն, ինչպես Սուրբ Հովան Ոսկեբերանն է ասում, երբեմն ոչ թե խոսքերով ես վկայում, այլ քո կյանքով ես վկայում, նախ եւ առաջ քո կյանքով ես վկայում, բայց նաեւ այս վկայությունն էլ շատ պետք է, որ մեզանից յուրաքանչյուրը պիտի անենք։ Մի բան է, որ այսօր մեր եկեղեցին շատ է թերանում, իսկ աղաները շատ են առաջ գնացել էս իրենց խոսքով։ Մեզանից յուրաքանչյուրը այս գիտակցությունը պիտի ունենա։ Ուրեմն գիրքը վկայում է, որ առաջին քրիստոնյաները անմնացոր սեր ունեին Քրիստոսի նկատմամբ։ Հնազանդվում էին Սուրբ Հոգուն, զողողության էին գնում ավետարանը տարածելու համար, խիզախ էին, ուղղամիտ, համբերատար, հարատև իրենց աղոթքի մեջ, բարեխոսներ եւ օգնականներ էին մեկը մյուսի նկատմամբ։ Իսկ այսօր գիրքը ինչ այժմ էականություն, այսօր ինչ կապ ունի իմ հետ, 21-րդ դարում ապրող մարդու հետ։ Թվում է առավել քան երբևէ Գործքի այս падգամը իմ հետ կապ ունի, մեզանից յուրաքանչյուրի հետ կապ ունի, որտեղ ինչպես եկեղեցին առաջին 30 տարում, այնպես էլ հիմա 2026 թվականին մարդկանց մեծամասնությունը ծանոթ չէ Քրիստոսին, ինչպես նաև նրա ավետարանին ծանոթ չէ։
Շատերն ապրում են հեթանոսի կամ ինքնամեծարի կյանքով, առանց նույնիսկ իմանալու այդ մասին։ Մենակ եսի վրա են կենտրոնանում։ Մարդու կյանքի արժեքը ամուսնությունը, սուրբ պահելը, սեռերը իրար հետ չշփոթելը, բարոյական արժեքներն այսօր լուրջ հարվածի տակ են։ Չմոռանանք քրիստոնյաների նկատմամբ ծաղն ու հալածանքը աշխարհիկ պետության եւ հասարակության կողմից։ Ուրեմն այն ինչ որ առաջի քրիստոնյաները տեսնում են այդ անառակությունները, անբարոյականությունը, միասեռականություն, հազար ու մի բան, այսօր նույնը մենք այսօր տեսնում ենք։ Եվ այսօր էլ փաստորեն գնալով, եթե առաջի եկեղեցու շնորհիվ բարոյականությունը բարձրացավ, հիմա ինչքան հավատքը թուլանում է եկեղեցու, այնքան բարոյականությունը ընկնում է, ու նորից մենք այդ նույն վիճակում ենք, ինչ որ փաստորեն առաջի դարում առաջի եկեղեցին էր։ Ուրեմն այսօր էլ եկեղեցին ունի մեծագույն առաքելություն ավետարանելու խավարած եւ օրըստօրե Քրիստոսին մոռժող աշխարհում։ Եվ փաստորեն գործքը ինչքան լավ իմանանք, այնքան ավելի վստահ կլինենք մեր առաքելության մեջ ու մի փոքրիկ կաթիլ մենք էլ կարող ենք դնել, որպեսզի Քրիստոսի ավետարանը տարածվի։ Եվ հիմա ուզում եմ խոսել նաև բացատրությունների մասին, ու եթե ուշադրություն դարձրեցիք, այնտեղ հատուկ սեղանի վրա դրել եմ գրքերը, որովհետև բացատրությունը, ինչպես որ գործ 8-ի մեջ ընթերցեցին, որ Փիլիպոսը հարցրեց ներքինուն, հասկանում ես ինչ ես կարդում, դա իրապես լուրջ բան է։ Ժողովուրդ, որևէ մեկը կապ չունի, նույնիսկ ամենայն հայոց կաթողիկոսներ կամ պարզ հավատացյալներ, ինքը իրենից չի կարող Աստվածաշունչը ճիշտ բացատրել։ Դա համար Քրիստոս շատ հստակ դրա իրավասությունը տվեց առաքյալներին եւ առաքելական շղթայով ուսուցիչներին։ Ու դրա համար ենք մենք ընթերցում Ղուկասի հենց մեջ, որ ասում է բացեց առաքյալների մտքերը, որ հասկանան գրքերը։ Ուրեմն նշանակում է, որ կապ չունի ձեռնադրությունը, անգամ կապ չունի ճիշտ հասկանալու մեջ։ Ու վարդապետ, այսինքն ուսուցիչը, մեկն է, որ պահում է առաքելական ուսուցումը, շղթան։ Իրանից առաջ ինչ էին ասել, նայել նրանից առաջ ինչ էին ասել, որ հանկարծ այդ շղթան չկտրվի, միշտ մնանք այդ շղթայի մեջ։ Ու դրա պատճառով մենք ունենք ուղիղ, ուղղափառ միտք, առաքելական ուղիղ միտք։ Ունենք մի քանի մեկնություններ, որոշ կարծիքով 40 մեկնություն ա եղել գործքի հնում գրված, բայց այսօր մնացել են մի քանիսը, որ պահպանվել են, բայց ինչ էլ որ պահպանվել է փառք Աստծո։ Ուրեմն Սուրբ Հովան Ոսկեբերանի, ինչպես որ ասացի, մեկնությունը կա 4-րդ դար, կոնկրետ 400 թվին է ավարտել ասացի, Արատոր անունով լատինացի մեկն է, որ բանաստեղծական ձևով է այս գիրքը գրել 6-րդ դար, 7-րդ դարում անգլիացի Բիդը, որ Մարկոսի մեկնություն ուներ, ես անդադար հիշում եմ իրան, նաև Գործք առաքելոցի մեկնություն ունի, Թեոփիլակտը բուլղարացի 11-րդ դարի ինքն էլ ունի Գործքի մեկնություն, եւ նաև եթե կհիշենք Ancient Christian Commentaries on Scripture, որ երկրորդից 8-րդ դարերի հայրերի գրություններից պատառիկներ են գտել, կողքի են դրել կոնկրետ Գործք առաքելոցի մեկնությունները։ Սրանք անգլերեն են։ Հայերենով ունենք մեկը, բայց հրաշք մեկնություն է, Գևորգ Սկևրացու մեկնությունն է, որ կարծում ենք 1280-ականներին է գրել։ Ինչ է արել Գևորգ Սկևրացին։ Գևորգ Սկևրացին վերցրել է ժամանակի եղած մեկնությունները գործքի, հիմնականում ոսկեբերան, Եփրեմ ասորի, որ անգլերենով չի պահպանվել, ասորերենով չի պահպանվել, Սկևրացու միջոցով է պահպանվել միայն, եւ մյուս հայրերի մեկնությունները ծաղկե փունջ է դարձրել եւ պարզացնելով գրել է։ Այնքան կարևոր գիրք է եղել, որ ժամանակին Ակինյանը սա տպել էր, խմբագրել ու տպել էր։ Իսկ եթե չեմ մամ, կհիշեք թե չէ, օտար հայագետ Կոնիբերի անունով մեկը կա, ինքը օտար հայագետ է, 1800-ականներին ապրած, այնքան էր հավանել այս գիրքը, որ թարգմանել էր անգլերենի։ Բայց արի ու տես, որ միջև օրս այս թարգմանությունը, որ գանձ է աշխարհի համար, այդպես Կոնիբերին նույնիսկ անգլերենի թարգմանելով մնաց այնտեղ, եւ օտարները ոչ օգտագործում են, ոչ էլ երբևէ գիտեն, որ նման մարդ կա, Սկևրացու նման, որը հրաշք մեկնություն արել, հավաքածու արել բոլոր գործքերի եւ նաեւ դրա տպագրությունը անգլերենով կա։ Ուրեմն մեր գործն է նաեւ մեր մեծերին, մեր շանի մեկնություններ։ Ինչու եմ սա ասում, որովհետեւ երբեմն մեզ մեղադրում են, որ դուք մնացել եք հին հնադարյան, միջնադարի մեջ, ու
Դա ճիշտ կլիներ, եթե մենք նոր մեկնությունները չօգտագործենք։ Նոր մեկնությունները վտանգավոր են, ժողովուրդ։ Ինչու եմ սա ասում, որտեղ շատերս երիտասարդներ ենք ու մանավանդ եթե անգլերենը կարդում ենք, ամենահեշտը ինչ որ մի պատվիրել, ասենք Amazon-ից մի գիրք, commentary on Acts ու սկսել կարդալը։ Կամ ասենք նույնիսկ եթե համարսան ես գրում, նման գործեր են տալիս, կարդում ես, բայց չենք իմանում ինչա կատարվել։ Իսկ կատարվելա հետևյալ, ես միշտ ասել եմ ու կասեմ, Էմանուել Կանտ անունով հայտնի փիլիսոփա կա։ Էմանուել Կանտը ոչ միայն փիլիսոփայությամբ է զբաղվել, այլ շատ լուրջ բացասական դեր է կատարել քրիստոնեության կյանքում, շատ վատ դեր է կատարել, ինչ առումով։ Ինքը քանի որ չէր հավատում, ագնոստիկ էր ավելի շուտ, չէր հավատում գրքի աստվածային ծագմանը, որ աստվածաշունչ է, այսինքն Աստծո շնչով է գրված, այլ խոսքով, եթե հրաշքներ էին կատարում, Քրիստոս ասենք ծովի վրայով քայլեց կամ կույրին բուժեց, սա ասում էր հեքիաթ է։ Իսկ այն մնացած բաները պատմական բաներ են, օքեյ, նույնիսկ խաչելությունը միգուցե կամ գնալ էս ինչտեղից այն ինչտեղը, ու այս մոդելը բերեց ու կոչեց շատ դրական անունով modernity, modern։ Եվ այս մոդել մոտեցումը դարձավ արևմուտքի հիմնական մոդել մոտեցումը, որը ուզեց հավատքը ու աստվածայինը հանել աստվածաշնչից եւ թողնել մենակ տրամաբանականն ու կենցաղայինը իրենց ասելով։ Այսինքն Աստծուն հանեցին Սուրբ գրքից։ Եվ դրա համար հիմա շատ վտանգավոր է մեկնություններ կարդալ, որովհետև շատերը հավատքի տեսանկյունից չեն մոտենում։ Այդ որպեսզի այդ մեծ բացը փակեն, լեզվական ու պատմականն են փորձում ներխուժել, որ հունարենով էս սենց էր կամ պատմության մեջ էս ու դրանով ուզում են լցնել աստվածայինի բացը, բայց մեկը մյուսով չես կարող լցնել։ Ու սա ուզում եմ, որ դուք իմանաք, սա շատ կարևոր է, տեղից էլ սկսեց պատմաքննական մեթոդը, որ ցավոք սրտի այսօր շատ եկեղեցիներ, նույնիսկ մեր եկեղեցիները հետևում են այս Կանտի ստեղծած մոդելին, առանց նույնիսկ իմանալու, որ սա Կանտի կամ Շլայերմախերի ու Ֆոյերբախի առաջ բերած մոտեցումն է, բայց դրանով հանդերձ ունի օգտակարություն, որովհետև օգտակարությունն էլ նա է, որ նոր արարություններ կան, արխեոլոգիական նոր բացահայտումներ կան, լեզվական ճկունություններ կան, որոնք օգտակար են ու դրա համար օրինակ եթե նայեք այս դեղին գիրքը, որ Բրուսի գրածն է The Book of Acts, լեզվական է ամբողջությամբ, հիմնականում հունարենի վերլուծական է, բավական հետաքրքիր գիրք է։ Իսկ այս երկուսը, որ որոշեցի ընտրել, մեկը այդ Ջարոսլավ Պելիկան անունով հայտնի եկեղեցու պատմության լավագույն մասնագետներից մեկն էր, որ աստվածաբանական տեսանկյունից է դիտում, շատ հետաքրքիր լրիվ տեսանկյուն է գործքի, իսկ այս մյուսը, որ շատ ուրախ եմ, կաթոլիկները մեզանից մի քանի քայլ առաջ են գնացել, փորձում են նորարար մոտեցումը եւ հին մոտեցումը իրար հետ համաձայնեցնել։ Հետաքրքիր բան է ստացվում։ Եվ այս շարքը, որ տեսնում եք Քրիստոս մեջտեղում, սա կաթոլիկյան շարք է Acts of the Apostles։ So իրենցից էլ բավական օգտվում են, որպեսզի տեսնեմ, թե ինչպես են կարողանում համադրել այս ամբողջը։ Այլ խոսքով, իրար հետ 9 գիրք ենք միասնաբար։ Այս 9 գրքերից եմ ես օգտվելու, որպեսզի այս գործ առաքելոցի ընթացքը Աստծո կամոք, չգիտեմ, բնականաբար մի տարի կտևի, կարողանանք միասնաբար սերտել։ Ես ինչ եմ անելու ձեզ, հայերենը գրաբարը, ցավոք գիտեմ, Տիկին Ալվինան որտեղ ասում էր, ես տպում եմ, որտեղ է Տիկին Ալվինան, հենա Տիկին Ալվինը, ասում էր, որ գրաբարը տպում եմ, դուք էիք ասում, որ գրաբարը տպում եմ, փորձում եմ կարդալ, սո նորից պիտի տենց անենք, ցավոք դեռ գրաբար է, բայց գրաբարը կնկարեմ կուղարկեմ, վստահ եմ շատերը ավելի կհմտանան, հետո այս AI-ի միջոցով միգուցե թարգմանությունները ավելի հեշտ լինի եւ անգլերենի Ancient Christian Commentary-ին կուղարկեմ, որովհետեւ մենք նախապես պատրաստված գանք։ Այսքանն էր իմ այսօրվա փորձած ձեզ ներածականը, փորձեցի հակիրճ ներկայացնել, բայց հուսամ ոգևորվել ենք, որովհետեւ իրապես այս գիրքը տարբեր գիրք է, հրաշք գիրք է։ Եվ Աստծո ողորմությամբ պիտի փորձենք, եթե 28 գիրք է, գլուխ է, միջին հաշվով 2 շաբաթում 1 գլուխ եթե սերտենք, նշանակում է 56 շաբաթ։ 56 շաբաթվա ընթացքում սկզբից վախենալու է թվում, բայց խորքի մեջ պիտի այդ commitment, այդ հանձնառությունը անենք եւ այդ օրհնությունը Աստծո խոսքի մենք ինքներս պիտի ստանանք։
Շնորհակալ եմ, այս առաջի բաժինը կփակ